անգլերենում ինչքան ճիշտ բառ կա այդ երևույթի համար homesick, երբ որ դու լավ չես, որովհետև տունդ ես կարոտում։ Այս տարվա նշանաբանը ավելի անալոգային կյանք նշանաբանն է։ Ում դու հիշում ես, ով որ դու եղել ես փոքր ժամանակ ու ով ինչ էր որ երազում էր մոտավորապես էլի։ Ավելի շատ երազում էր հենց այդ հասնելու SSS բաներին կամ եւ այլն։ Ու հետո երբ որ դառնում ես արդեն գիտակից մարդ, բնականաբար այդ ուղին փոխվում է։ Հասնելը փոխակերպվում է ուրիշ մի բանով։ Ավելի շատ ինքը հոգեվոր է դառնում։ Էլ ինչ որ նյութական սպասելիքներով ու նյութական հասնումների ձգտումներով տարված չես լինում։ Եվ ես ինչի եմ անընդհատ փորձում ընկերների շրջանակում ստոիցիզմի գաղափարները, շրջանառել ասել, որովհետև ստոիցիզմը որպես փիլիսոփայություն, որպես ուսմունք, ինքը հենց սովորացնում է, թե ոնց մենք կարանք ապրենք, երբ որ արտաքին հանգամանքները մեզ կոտրում են, ոնց մենք կարանք մեր ներքին բալանսը կարողանանք պահել։ Բարև Սոնա ջան։ Ողջույն Սարգիս ջան։ Մենք արդեն իրար բարևել ենք, բայց հիմա ռեյտը սեղմելուց հետո ոնց ես սկսել օրը։ Լավ եմ, օրը սկսել եմ անշտապ, այդ իմ կանոններից մեկն է շաբաթ եւ կիրակի օրերի համար, որովհետեւ կյանքի ռիթմը հիմա այնքան արագ է, հատկապես աշխատանքային օրերին, որ երբ որ հնարավորություն է լինում գոնե մի փոքր այդ արագ տեմպը իջեցնել, չեմ բաց թողում այդ հնարավորությունը։ Շատ լավ ես անում, նամանավանդ հենց որ Երևանում էլ, Երևանը ակտիվ է էլի, ակտիվ ապրելակերպ ունի ու միշտ քեզ թվում է ինչ որ բաներից հետ ես մնացած էլի, սենց ինչ որ զգացում կա Երևանում։ Անընդհատ ուզում ես ամեն ինչին մասնակցես, ամեն տեղ լինես։ Լավ իվենտներ կազմակերպվում է, լավ միջավայրներ կա, որտեղ որ մարդը ինձ թվում է կարա, չգիտեմ, Երևանի կոլորիտը ինձ հաճելի է։ Գնալով տենց հաճելի է դառնում այդ երիտասարդական կազմակերպած ինչ որ իվենտները բան։ Որ գալիս եմ Երևան, իրականում վայելում եմ, բայց ինչ որ պահի էլ զգում ես, որ հոգնում ես։ Հա։ Այդ ժամանակ ոնց որ հետ ես քաշվում, քո մոտ էդի ոնց է։ Հետաքրքիր թեմայից սկսեցինք, Սարգիս ջան, իրականում ինձ մոտ մի փոքր այլ կերպ է ձևավորվել իմ հարաբերությունները եւ իմ վերաբերմունքը Երևանի, ծնվել մեծացել եմ Երևանում, այստեղ եմ ապրել ու շատ մեծ կապվածություն ունեմ այս քաղաքի հետ, բայց կյանքի բերումով այնպես ա եղել, որ ուսման նպատակով ուղիղ տարի ու կես բացակայել եմ կոնստանտ Երևանից ու այդ ժամանակ հստակ հասկացա անգլերենում ինչքան ճիշտ բառ կա այդ երևույթի համար homesick, երբ որ դու լավ չես, որովհետև տունդ ես կարոտում ու այդ homesick վիճակը, այդ կարոտախտը զգացել եմ եւ երբ վերադարձա Երևան արդեն ուսումս ավարտել էի, այդ կովիդի տարիներն էր, մի փոքր տենց աշխարհն էլ խենթացել էր ընդհանուր, աշխարհը ընդհանուր եւ մենք բոլորս մի փոքր կարծում եմ եւ հասկացա, որ որևիցե քաղաք, որևիցե երկիր, անկախ նրանից թե որքան ինձ կգերի, չի կարող փոխարինել, հա, Երևանին։ Այո։ Հասկանում եմ, հա։ Այո։ Բայց Երևանում դու քեզ գտնում ես, այսինքն չի լինում ժամանակ որ արա ասես հոգնեցի կամ չի լինում ժամանակ որ ասես մի քիչ էլ հանգստություն ա, պետք ավելի լավ կլիներ երևի Երևանից դուրս լինեի մի 40-50 կիլոմետր գնալ գալով։ Օրինակ ես հայկական եթե մտածում եմ օրինակ Հայաստան գալ ապրելու մասին, այդ մոդելն է ինձ հաճելի։ Որ լինեմ Երևանից դուրս, բայց Երևանից ոչ շատ է այնքան հեռու որ չկարողանամ գալ գնալ, ինձ թվում է այդ մոդելը կհամապատասխանի, որովհետև Երևանը խիտ է էլի։ Այո, հատկապես գիտես վերջին տարիներին մի տեսակ շատ ճնշող են դարել որոշ հատվածներ քաղաքին ու ինձ համար համենայն դեպս չեմ կարող բացատրել այդ զգացողությունը, երևի ես էլ պարբերաբար շատ սենց անհակ ցանկություն եմ ունենում ուղղակի դուրս գալ քաղաքային միջավայրից ու գնալ ավելի գյուղական միջավայր,
բնությանը մոտ, այո, որովհետև անընդհատ այդ բետոնի մեջ լինելը ազդում է նաև քո ընկալումների վրա, քո տրամադրության վրա, քո արինտիրների վրա, հա, ինչ որ առումով։ Իսկ հերիքա գոնե մի կես ժամով թեկուս հայտնվես օրինակ պայմանական, չգիտեմ, դայրայի ինչ որ այգում ուղակի նստես, լսես ձայները, լսես ինքդ քեզ, միանգամից մեկ էլ այնպիսի sense ոգեղեն էներգիա է գալիս։ Ցավոք սրտի, հա, Երևանում շատ չասեմ չունենք, չբողոքեմ, բայց շատ քիչ կան այդպիսի միջավայրներ, որտեղ որ դու կարող ես գնալ ու տենց այդ լռությունը վայելել, կամ գոնե մի փոքր լուր լինել, էլի։ Լրիվ քեզ հասկանում եմ։ Բա Երևանում այդ բալանսը ոնց ես գտնում։ Այսինքն դու հստակ sense ապրելակերպ ունես, որ ասում ես այսօր օրինակ ես եմ անելու ու չեմ խառնվելու այդ խառնը շփոթին, ես ինքս իմ հետ եմ լինելու, ոնց է այդ բալանսը ձևավորվում մեջդ, էլի։ Բալանսը ձևավորվում է մեծապես այն հոբիների միջոցով, որ ես ունեմ, եւ այս տարին սկսեց տես բավականին տրանսֆորմացիաներ իմ համար, այն առումով, որ ամեն տարին ինձ մոտ տես որոշակի նշանաբան ունի, այս տարվա նշանաբանը ավելի անալոգային կյանք նշանաբանն է, ինչ դա նկատի ունեմ, ի նկատի ունեմ որտեղ որ հնարավոր է եւ որքան որ հնարավոր է դուրս գալ թվային տիրույթից ու լինել ավելի օֆլայն կյանքի տիրույթում, էլի, ավելի օֆլայն տիրույթում լինել եւ ըստ այդմ վերականգնեցի դաշնամուրի դասերը որպես հոբի, այնպես ստացվեց, որ նվեր ստացա վինիլային իմ առաջին սկավառակը եւ այդպես արդեն ինքս ինքս սկսեցի վինիլային նվագարկիչ ձեռք բերեցի, սկսեցի արդեն իմ վինիլները հավաքել ու հասկացա, որ այդ ամբողջ ռիտուալը ինչքան եմ սիրում, շատ ավելի շատ, քան պայմանական Spotify-ով կլիկ արավ, հա, այդպես, հետո բացի այդ, քանի որ բուն աշխատանքի բերումով աշխատում եմ բավականին այսպես ակտիվ, դինամիկ ոլորտում, էլի փորձում եմ բալանսը գտնել ու բալանսը բերել հենց այս սարք զբաղմունքներով, այս զբաղմունքներով, որոնք որ ենթադրում են որոշակի ծեսեր, հա, փոքր ծեսեր։ Օրինակ, եթե ես պետքա պարապեմ ու որևիցե գործ եմ հիմա սովորում, պետքա պարապեմ, իմ համար կարևոր է այդ ամբողջ ռիտուալը։ Ոնց եմ ես մոտենում գործիքիս, փոշին վերցնում եմ, բացում եմ պարտիտուրաները, սկսում եմ նվագել, ու հենց այդ սպառնունքների ժամանակա, որ ես հասկանում եմ, որ իրականում ժամանակը դանդաղում է ու ինչ լավ է, որ ժամանակը դանդաղում է, որովհետև դրա ոնց որ հակառակ բևեռում, երբ որ շատ ավելի թվային տիրույթում եմ ես գտնվում, ժամանակը շատ ավելի արագանում է ու ես զգում եմ, որ ես մյուսների հետ այդ անվերջ մտցավազքի մեջ եմ, արագ, ել ավելի օպտիմացված, ել ավելի, չգիտեմ, չիտ կոդերով, բոլոր հնարավոր ձևերով, բայց երբ որ դրան ի հակադարձում կան ավելի այսպես հանգիստ ծեսեր ենթադրող հոբիներ, մի տեսակ դա օգնում է ինքսից բերել բալանսի, որովհետև այդ կուրորեն էլ չեմ փորձում մոտենալ այն հարցին, որ վայ ամեն ինչ կարող եմ ես հիմա թողել, չգիտեմ, դանդաղել եւ այլն, ով որ կարող է, այն որ շատ հիանում եմ, շատ ուրախ եմ իրենց համար, այո, ես ինձ համար գտել եմ այդ հիբրիդ մոդելը կարելի ասել։ Կարծում ես, որ հնարավոր չի, հա, շատ կներես, ասա։ Հա, ես կարծում եմ, որ հնարավոր է, բայց ամեն ինչ գալիս է եւ հանգում է էլի այն անկյունակարային հարցին, թե ինչա մարդը իրականում ուզում, հենց ինքն է ուզում։
ոչ թե այն ինչ իրան ալգորիթմն է առաջարկում, թրենդներն են առաջարկում, ինֆորմացիոն աղմուկն է, ասենց սինուս կուտեղի վրա մատուցում ու ասում, գիտես դու սա ես ուզում իրականում։ Եվ դրանից էլ նաև բխում է մեկ այլ հոբի, կոնստանտ հոբի, որ ամեն օր ես ունեմ, դա օրագրեր վարելն է, առավոտյան եւ երեկոյան։ Օրվա ամենասիրելի հատվածն է իմ համար, սա քիչ անկեղծ կասեմ, որովհետեւ երբ որ ես իմ մտքերը հանձնում եմ թղթին, ես զգում եմ ահռելի թեթևություն ու ես զգում եմ ահռելի մեծ բեր իմ ուսերից զգում եմ որ ահռելի մեծ բեր անգնում իմ ուսերից, որտեվ երբ որ այդ ամբողջ այդ մտքերի կծիկը, որին գումարվում են նաև կողքից հրամցվող մտքերը, այլ մարդկանց տրամադրությունները եւ այլն, գալիս է մի հատ sense բովշադառնում, այսպես ասած, ու այդ ամեն ինչի մեջ հաճախ մենք ինքներս մեզ կորցնում ենք, որպեսզի ինքներս մեզ վեր գտնենք, շատ օգտակար հոբի է առավոտյան եւ երեկոյան ուղղակի գիտես առանց որևիցե ինչ-որ կլիշեների, առանց ինչ-որ sense պատրաստի հարցաշարերի, ուղղակի դու ես թուղթնագրիչն է, կարեն մի շատ սիրուն բլոկնոտ, այո, ինքնահոսի գրես, շուտվանից ես գրում։ Երևի վերջին 2 տարին այդպես։ Ինչքան հետաքրքիր է, որ այս վերջերս հենց ոդքասթների շրջանակներում էլ ես օրինակ այս ոդքասթը մի թեթև sense նաև բացեմ, խի եմ փորձում, ինքը իմ համար մեծ հոբի է, հենց դրա համար նաև ոնց որ դու շեշտեցիր ու ասացիր, ես սրա մեջ այսպես նստում ու զգում եմ, sense վայելում եմ։ Ինքը ընթացքա, որտեղ որ ես full focus եմ դրա մեջ, ու sense խաղաղ նստած եմ, շատ հաճելի զրույց է, ու ոնց որ դու մարդկանց հետ ես զրուցում ու ասես եղբայր, մեր զրույցը կյանքն է, որը որ ամենասիրելի թասն է իմ համար, ամենասիրելի երևույթն է, կյանքը, ոչ գործ, ոչ աշխատանք, ոչ կարիերա, ոչ այս, ոչ այն, հասնեմ, փառք մարք, չէ, կյանք։ Ու հենց ասացիդ վրա ես բռնեցի, որ կայֆ է, որ կարողանում ես ինչ-որ բան անես, ինչի մեջ դու ուղղակի հոսում ես, ինչի մեջ դու ուղղակի կասը նենց ոնց որ դու կաս, քո բոլոր զգացողություններով, ու դու դա սիրում ես։ Հիմա նույնն էլ քո այդ գրառություններն է, որ շատ հաճելի է, որ նման բան ես անում, ես էլ եմ դա անում, ոչ ամեն օր, բայց փորձում հաճախակի անեմ, ու ինքը իրոք սիրելի ու շատ սիրուն ու սենց առեղծվածային ռիտուալ է, թե դու նստում ես չգիտես ինչ ես գրելու, մեկ էլ հոп գրեցիր։ Ու ինչ էի ուզում ասեի, որ ես վերջերս հենց այս ոդքասթային տիրույթում էլ շատ ընկերների հետ ում հետ որ խոսում եմ, իրան գալիս են այդ մտքին, որ այսինքն բոլորս մենք արդեն զգում ենք, որ համը հելել է։ Այս անբնականությունների, այս թվայնացումների համը հելել է ու ում հետ դու խոսում ես, զգում ես, որ այդ մարդը նեղություն է կրում, չի ուզում չի ուզում աշխարհը այսպեսին տեսնի, չի ուզում մարդկային շփումներն իրարից այսքան հեռանան, այսքան մարդիկ իրարից սառեն եւ այլն, բայց ինքը իր փոքր աշխարհն է ստեղծում, որ ինքը այդ կծիկից դուրս գա, կղզիանա։ Ու ինձ թվում է, որոշ ժամանակ հետո մենք գտնելու ենք ինչ-որ մեթոդ, որ մենք կարողանալու ենք գտնենք այդ մարդկանց, ովքեր որ ասում են, եղբայր էլ չի դզում ինձ, կայնի ես հելեմ կղզի անամ ու էլ բոլոր կղզիացած մարդիկ գան ինչ-որ միավորվեն ու իրար գտնեն, ճիշտ է, բոլորը չեն կարա, բայց իրար նմանները գոնե։ Ու այդ տենդենսը ես իրոք հստակ եմ զգում, ամեն օրվա իմ կյանքում, ամեն օրյա իմ շփումներում, ում հետ դու խոսում ես, ինքը զգում ես, որ հիասթափության շեմին է, որ արդեն դե հոգնել ենք այս ամեն ինչից, դե ինչքան կարելի է այդ սկրոլները, ինչքան կարելի է դու նստես մարդու հետ ինչ-որ կաֆե, բայց մարդը անընդհատ հեռախոսին ձեռքը գնա ու ունդեղ ինչ-որ տրիգերներ փնտրի, այնինչ հետը նստած է, եկել է նստելա, որ հետը զրույց ունենա, օրինակ էլի, հա։ Բայց այդ գիտակցությունը շատ դժվար է ստանալ ու այդ գիտակցությանը շատ դժվար է գալ, որովհետև ինձ թվում է նախ եւ առաջ մարդը պետք է
նախ եւ առաջ պետք է ինքը իրան հարց տա, ինքը ինչա սիրում։ Ունի բաներ, ինչը որ ինքը սիրում է այդ աշխարհներից դուրս։ Երկրորդ, որ մարդը զբաղվի դրանցով, դրանցից այդ բնականությունը զգա, որ հասկանա, որ այդ բնական տրիգերները ու բնական այդ հորմոններ արտադրող երևույթները շատ ավելի առողջարար են իր համար, քան սաղորը այդ fast food-ը, էլի։ Ու երրորդ, արդեն երբեր փնտրի դեպի այդ ուղիները գնալու։ Հիմա շատ հետաքրքիր է, թե ինչից է կախված կամ մարդը ինչ նախաձեռնություններ կարող ունենա, որ ինքը կարողանա ինքնուրույն գալ դրան։ Ոնց կարա ինքը ինքը իրան տրենիրովկա անի, որ ինքը ամեն օր կարողանա նմանատիպ կյանք վարի, որ ինքը իրան չթողի այդ կարծինկեքի մեջ էլի ընկնելու, էլի։ Ըստ քեզ։ Ոյ շատ հետաքրքիր հարց է։ Ես եթե դեմ չես մի փոքր լրացնեմ այն նախորդ մտքին, որ ասում էիր Սիրով։ մարդիկ հիմա հոգնել են այդ fake ինչ որ իրականություններից։ Ես համարում եմ, որ այս երևույթին կարելի է նայել մի փոքր ավելի կառուցողական ու շատ ավելի sense պոզիտիվ տեսանկյունից։ Հիմա բացատրեմ։ Երբ որ մարդկանց հետ խոսում ես այս թեմայով, ասում ես, որ օրինակ պետքա լինել իսկական, պետքա դու ցույց տաս քո իսկական եսը, քո իսկական նախասիրությունները, լինես բաց ու լինես հանգիստ ընդունել, որ օրինակ ամենատրենդային երգչի երգերը չես սիրում կամ ամենատրենդային ֆիլմը չես նայել, բայց փոխարենը, չգիտեմ, սիրում ես, ասենք, սիրում ես հավաքել օրինակ, չգիտեմ, սիրում ես հավաքել հին պոստերներ, ասենք, սիրում ես գնալ, փորփրել, գտնել ինչ-որ հետաքրքիր զարդանախշեր, սիրում ես օրինակ կավագործություն եւ այլն։ Ինձ թվում է մարդիկ ունեն այդ արհեստական մեղքի զգացումը, որ եթե իրանք լինեն մի փոքր տարբեր, մի փոքր trend-ից դուրս, մի փոքր ոչ ստանդարտ, իրենց չեն սիրի, իրենց չեն ընդունի, իրենց հետ չեն շփվի, իրենց հետ ընկերություն չեն անի, իրենց հետ հարաբերություններ չեն կառուցի, որովհետև ի վերջո մարդը շատ սոցիալական էակ է։ Հին Սպարտայում ոնց էր, չէ, որ ուզում էին մարդուն այսպես ոչնչացնեին ու պատժեին, օստրակիզմի էին ենթարկում ու ուղղակի վտարում էին։ Դրանից ավելի վատ բան չկար։ Նույնն էլ ժամանակակից աշխարհում ուղղակի ոնց որ դեկորացիաներն են էլի փոխվել։ Մարդու կարան unfollow անեն, չգիտեմ, մարդու հետ կարան պայմանը օրինակ, հա, օրինակ։ Դա վտարելու մի ձև, չէ՞։ Դա վտարել։ Լավն էր էդի։ Այո, unfollow անեն կամ block անեն, չգիտեմ։ Բայց արի ուտես, որ եթե մենք լինենք աուտենտիկ ու այնպես ինչպեսին որ մենք կանք, դա շատ ավելի անկեղծ եւ շատ ավելի շիտակ ձևա մարդկանց հետ հարաբերություններ կառուցելու։ Ես հիմա խոսում եմ ցանկացած հարաբերությունների մասին։ Աշխատավայրում, միջանձնային հարաբերություններ, սիրային հարաբերություններ, ընկերության մեջ, երբ որ դու անընդհատ կրում ես ինչ-որ մի դիմակ, անընդհատ քեզ տեղավորում ես ինչ-որ արքետիպի մեջ, որպեսզի դիմացիներին դուրս գաս, նախ քո պսիխիկան շատ մեղ կա, որովհետև դու իրան ենթարկում ես անընդհատ փորձությունների ու անընդհատ գերլարման մեջ ես խաղում, որովհետև անընդհատ ինչ-որ բաներ դու քո մեջ ճզմում ես, այո, լրացնում ես, բայց եթե դու աուտենտիկ սարքիստն ես, այնպեսին ինչպեսին որ դու կաս, դու կարող ես հանգիստ լինել, որ այն մարդիկ, ովքեր քո հետ կիսում են քո արժեքները, մագնիսի պես դու իրենց կձգես եւ հակառակը, այն մարդիկ ում հետ ովքեր տարբեր են քեզնից, ում հետ դե չի ստացվի ուղղակի ինչ որ հարաբերություններ կառուցել, ընկերանալ, շփվել, մտերիմ լինել, ուղղակի այդ մարդիկ էլ sense շատ օրգանիկ կերպով ուղղակի կհեռանան, հա, քեզանից, ու ինձ համար սա երևի են ամենաառողջ ձևն է մարդկային հարաբերությունների հետ աուտենտիկ լինելը։ Իսկ եթե վերադառնանք այն ի սկզբանե քո տված հարցին, հա, ոնց կարա մարդ ի վերջո հասկանա թե ինքը ինչ է ուզում,
Ես երևի թե կասեի, որ ամենաճիշտ ու փորձված ձևը ուղղակի կողմնակի աղմուկը լվեցնելն է։ Երբ որ ես ասում եմ աղմուկ, եսի նկատի ունեմ օրինակ հասանելիությունը քո հեռախոսին, ինտերնետին, երաժշտությունը նույնիսկ մի կողմ դնել, որովհետև ես շատ նկատում եմ, որ երբեմն երբ որ օրինակ մենք X գործողությունից ասում ենք Y գործողության, այդ ընթացքում պարտադիր պիտի մի բան են, որ լսենք, մենք պիտի պարտադիր պրոդուկտիվ լինենք, վայ ոնց կլինի, ես օրինակ հարթուկ անեմ, ու ես այդ ընթացքում պոդքասթ չլսեմ, ոնց կլինի, ես ամանները լվանամ, ու այդ ընթացքում այս սերիալից կեսը չնայեմ, որովհետև ես շատ ավելի ուրիշ պրոդուկտիվ բան ունեմ անելու, ես պարտադիր պետք է անընդհատ ինձ զբաղված պահեմ, ու մենք կորցնում ենք այդ փոքր էպիզոդները, երբ որ մենք ուղղակի կարանք ինքներս մեր հետ մենակ մնանք ու բռնենք այն իմպուլսները, որոնք որ մեզ անհրաժեշտ են, ասենք, որոշումներ կայացնելու համար, ինչ որ հարցերում մոտեցումներ վերանայելու համար, դրա համար, երբ որ այդ ամեն ինչը դարձնում ես ինչ որ sense ռիտուալի պես մի բան, ոնց որ օրինակ օրագրեր պահելն է, ինքը օգնում է քեզ ինչ որ sense որոշակի ստաբիլ մակարդակի վրա դա պահելը։ Ես կարող եմ ասել, որ երևի թե մի քիչ սուբյեկտիվ է իմ տեսանկյունից ասելը, որ հենց գրելն է օգնում, որովհետև ես ինքս գրում եմ ու միշտ գրելը իմ կյանքի մի մասն է եղել, անկախ դրանից, հա, թե ես մասնագիտական տիրույթում ինչ աշխատանք եմ կատարում, հա, ինչ եմ անում, դրա համար իմ համար դա գրելն է։ Մյուսի համար կարա լինի ուղղակի, չգիտեմ, զբոսնելը, լվությունը գտնելը էլ ինչ որտեղ էր, որովհետև էլի եմ ասում, ստում այդ ուժը, Սոնա ջան, այսինքն այդ ուժը, այդ կամքը, որ դու ասես ես ուզում եմ լռեցնեմ, որովհետև այդ ինչ որ մի հատ կարիք է, որը որ գալիս է արդեն մտնում է մարդու ոսկորի մեջ, ու ինքը ամեն օր իր մասին հիշացնում է, վայ, զարթնեցի, նա հեռախոսդ միացրա տես։ Միացնում ես, տենում ես, մեկ էլ ջոգեցիր, մի ժամ, 2 ժամ մեջն ես հավայի վերընկած, պարկած ու սենց ինչ որ վիճակով։ Այսինքն որտեղից է այդ ուժը գալիս, որ մարդ ասի, всё, այս պահը ես չպետք է դրանով զբաղվեմ։ Այսինքն ուզում եմ ես հասկանամ, թե ոնց մարդը անի էլի, որ կարողանա ինչ դիսցիպլինա, որում պետք է մարդը ունենա, որ գա դրան, էլի։ Ինքնակամ։ Հետաքրքիր է։ Թե ուղղակի ցանկություն։ Գիտես, ինձ թվում է, կարծում եմ, երբ գալիս է հասնում է մի հատ զրոյական կետի, երբ որ անիմաստություն։ Այո, իմաստները դադարում են գոյություն, այսինքն ինքը ինչ որ sense հայտնվում է մի իրավիճակում ու մի հոգեվիճակում, երբ որ օքեյ, արթնացավ ու չունի այդ ոնց ասեմ, այդ իմպուլսով գնալ, ինչ որ բան անել ինքն իրեն համար, էլի։ Կարծում եմ այնպիսի դեպքեր կարող են լինել մարդու հետ, որ համ իրեն կուրացնեն, համ էլ ընդհակառակը այդ վարդագույնակնոցները հանեն, հա։ Ես կասեի, որ երևի թե երբ որ մարդու էգոն կոտրվում է, երևի դա կարող է լինել Աստծո տիեզերքի, ով ում հավատում է, դա կարող է դնել էլի այդ ֆորմուլայի մեջ, կողմից ամենամեծ պարգևը։ Որովհետև երբ որ քո էգոն կոտրվում է, երբ որ դու հասկանում ես, որ այդ այն ամենան չես, ամենախելացին չես, ամենաընտրյալը չես, սովորական մահկանացու ես, քո վախերով, քո ինչ որ ծուլությամբ, քո սխալական մոտեցումներով, իլյուզիաներով, երբ որ դու հասկանում ես, որ դու ինքդ սխալական ես, ու երբ որ քո էգոն կոտրվում է, այդտեղ դու էլ կինոյի հերոս չես, էլի։ Այո, էլ կինոյի հերոս չես։ Այդտեղ մի հատ sense խոհեմության ալիք է արթնանում, ու դու հասկանում ես, որ չէ, ամեն դեպքում այս
սիրուն պատկերը, որ ինձ անընդհատ հրամցվում է, այս իդեալական վիճակները, որոնք որ ես անընդհատ տեսնում եմ, դա խաբկանք է։ Ու եթե ես դա չեմ կարողանում գտնել կամ այդ միանգամից այսպես sense մատի շիլչոկով ես ինքս չեմ կարողանում ստեղծել, միգուցե դա իրոք գոյություն չունի, ու մարդիկ, որոնք որ այդ ամեն ինչը ինձ հրամցնում են, միգուցե իրենք էլ մինչև վերջ իրենք իրենց հետ անկեղծ չեն։ Եվ այո, եւ երբ որ բռնացնում ես քեզ այդ ալիքի վրա, սկսում ես մեկ էլ մտածել, հասկանալ, լավ, օքեյ, այս ամեն ինչից անդին ես որպես անձ, ես որպես սոնա, ես ինչ եմ ուզում, ես ինչն է ինձ ուրախություն բերում, որոնք են իմ ուժեղ կողմերը, որոնք են իմ թույլ կողմերը, եւ երբ որ ես ասում եմ այդ երբ որ մարդու էգոն կոտրվում է, դա շատ իրականում շատ մեծ պարգև է, որովհետեւ այդ էգոյի կոտրվելուց հետո այնքան ածանցյալ սիրուն ու ապրեցնող բաներ կարա մարդու կյանքում տեղի ունենան, որակապես կարա փոխվի միջանձնային հարաբերությունները, որակապես կարա փոխվի այն գործը, որ ինքը անում է, որովհետեւ երբ որ ավելի ոնց որ գործի վրա հա օրինակը բերեմ, երբ որ դու համարում ես ինքդ քեզ քո ասած այդ կինոյի աստղ կամ կինոյի գլխավոր հերոս, դու ավտոմատ ենթագիտակցորեն հասկանում ես, որ ինչ կար չկար սովորել ես, ինչ կար չկար սեփտել ես, լավ ամեն ինչ, բայց երբ որ դու անընդհատ երբ որ փոխում ես քեզ մյուս բևեռ ես տեղափոխում, դառնում ես ավելի խոհեմ, ավելի այդ աշակերտի կարգավիճակ ես, այո, աշակերտի կարգավիճակ ես վերադառնում, դու հասկանում ես, որ կարելի է անընդհատ զարգանալ, կարելի է անընդհատ սովորել եւ դա էլ չդարձնել ինչ որ sense ֆանատիզմ, չէ՞։ մանիա, հա, այո։ Որ անընդհատ հասի, անընդհատ նոր ինֆորմացիա, որ դու սրանից էլ հետո ես n ու դու ջողում ես, որ դու ընկել ես մի հատ ինչ որ գծի վրա, որ անընդհատ հասնելու մոլուցքով ես տառապում։ Իսկ այդ հասնելու մոլուցքով, որ մարդը տառապում է, դրան երբեք վերջ չկա։ Ես էլ ունենամ, այն էլ ունենամ, այնան էլ հասնեմ, այսքան լինի, էսի քիչ է մի հատ էլ լինի ու սենց գնաց, ինքը շարունակական, ինքը սենց մի հատ թիկը լավ, որ ինքը ավարտ չունի ու երբ որ դու կողքից տեսնում ես, թե մարդիկ ոնց են դրա մեջ տառապում ու այդ process-ն էլ մի հատ sense շատ սիրուն կերպով ներկայացնում են, որ լիքը մարդիկ, ովքեր որ ոչինչ չունեն, տարվում են դրանով ու այդ խաբկանքը ուտում ու իրանք էլ են ուզում նմանատիպ մի բան, այնիշ դրա մեջ տոտալ ինչ որ դատարկություն կա ու ես ցավում եմ, որ այդ մարդիկ ցույց չեն տալիս այդ կողմը, որ ես հասա դրան, էսի ունեմ, էնի ունեմ, բայց եղբայր դատարկա, խից ցույց չեք տալիս։ Չեք տալիս, հա։ Որովհետև իրանք էլ ավելին են ուզում, իրանք ինչի որ կարային հասնային դա էր։ Ու քանի որ իրանք հասել են դրան, ասում են դե վсё էլ դրանից ենկոն ոչինչ չկա, իրանք հասկացել են դա որ դրանից ենկոն էլ ոչինչ չկա, իրանք արդեն տուպիկի մեջ են, պետք է կարողանան ինչ որ կերպ, ինչ որ իրանք փառամոլությունը, փառասիրությունը ինչ որ կերպ պետք է ռեալիզանա։ Իսկ դա էլ գալիս է այն էգոյի շոյանքով, ինչը որ մարդիկ իրանց տալիս են որպես ուշադրություն, իրանց կոնտենտներին, վայ մի հատ Ferrari ունի։ Վայ մի հատ եսիմ ինչ ունի, ու սես բաներ էլի, հա, հասկանում ես։ Դա էլի թեման, չգիտեմ։ Բայց ամեն դեպքում ինձ թվում է, ասենց զրույցներ, հենց այս զրույցների իմաստը նաև դրանումն է, որ ուղղակի խոսենք այն ամեն ինչից, ինչը որ կա, ու ինչը որ մենք զգում ենք։ Ու փաստ, որ անգամ չենք հասել ինչ որ փառքերի, բայց այդ դատարկության շորշով արդեն կա։ Ու երբ որ այդ դատարկության շորշով արդեն կա, դու ուզում ես դրա մասին հայտնես, ուզում ես դրա մասին խոսես, որովհետև դա փաստ է։ Ու երբ որ տեսնում ես, որ մարդիկ կան, որոնք որ նույնն են զգում, մարդիկ կան, որ չգիտեմ, տես դու գնացել ես, սովորել ես ու քո կարիերան ունես կյանքում, քո աշխատանքն ունես վստահ ու դու քո հոբիներն ունես, ու դու զգում ես այդ դատարկությունը, դու սեր ես փնտրում, դու փնտրում ես տեղեր, որտեղից որ դու կկարողանաս քո ինչ որ էմոցիաները լրացնես քո ներսում եւ այլն։ Չգիտեմ, այնինչ փոքր ժամանակ մեր համար մի մեծ երազանք էր այն ճանապարհները, որոնցով որ մենք օրինակ անցել ենք։ Այո, օրինակ դու փոքր ժամանակ
փոքր ժամանակ այդ մտքերով չես կերակրվել, որ ես սովորեմ մի այլ երկրում, ասենց ինչ որ բաներ։ Չի եղել Հա, այդ մտքերը։ հա, եղել են այդ մտքերը ու նաև փոքր ժամանակ, ոնց ասեմ, փոքր ժամանակ շատ ավելի կարծում եմ մենք, երբ որ շատ ավելի փոքր էինք, շատ ավելի խիզախ ենք եղել ու շատ Հա, ավելի մեծ երազող, որովհետև երբ որ մեծանում էինք, ամեն դեպքում այդ լավ իմաստով delusional լինելը, այդ ալիքը անջատվում է, որովհետև երբ որ դու արդեն հասուն մեծ մարդ ես, դու մտածում ես ավելի շատ քո պարտականությունների մասին, մտածում ես այդ ինչ որ մեծական հարցերը կարգավորելու մասին, ավելանում է պատասխանատվությունը տարբեր մակարդակներում, ու այդ քո մեջի նստած այդ երեխեն դու իրան սենց սիրուն նստացնում ես մի հատ փոքր աթոռի վրա, ասում ես բալիկ ջան, խաղա, խելոք մնա, ձեն մի հանի, որովհետև չգիտեմ, մաման կամ պապան հիմա տենց մեծական հարցերով են գնում ու խնդրում եմ մի անհանգստացրու, բայց ժամանակ առ ժամանակ այդ երեխեն, որ ընդ խելոք սեղանի շուրջ խաղում է, ինքը կարա արթնանա ու քեզ հիշացնի, որ այ գիտես ինչ կա, երբ որ դու Եվ ես այդ փոքր երեխեն, որ քո մեջ նստած ենք, մենք ոնց որ նույն հաղթությունների վրա էինք, այ հիշում ես դու օրինակ ունեիր այսենց գերազանք, այ հիշում ես դու օրինակ սենց բաներ էիր անում, բա ուր է այդ ամեն ինչը, ուր կորավ։ Այդ հակումներն ուր են, չէ։ Հա, լրիվ համաձայն եմ քո հետ։ Այո, ու Էդի հենց իրոք այդ կա։ ժամանակա, որ հա, ու հենց այդ ժամանակա, որ նման էպիզոդներն է, չասեմ, որ էգոն կոտրում եմ, բայց քեզ գոնե մի քիչ այդ վերևներից իջացնում են ներքև, որ մի հատ ինքդ քո հետ խոսես, հասկանաս ինչա կատարվում, անընդհատ ինքդ քեզ ինչ որ հարցեր տաս։ Բայց քո երազանքները Այդպես։ շատ են փոխվել, այսինքն ում դու հիշում ես, ով որ դու եղել ես փոքր ժամանակ ու ով ինչ էր որ երազում էր, մոտավորապես էլի, ավելի շատ երազում էր հենց այդ հասնելու SSS բաներին կամ եւ այլն, ու հետո երբ որ դառնում ես արդեն գիտակից մարդ, բնականաբար այդ ուղին փոխվում է, հասնելը փոխակերպվում է ուրիշ մի բանով, չգիտեմ, երևի դրան ինչ անուն տամ, չեմ անում, ավելի շատ ինքը հոգևոր է դառնում, էլ ինչ որ նյութական սպասելիքներով ու նյութական հասնումների ձգտումներով տարված չես լինում, այլ առավելապես ուզում ես երազանքներդ կապված են լինում այն էմոցիաների հետ, ինչը որ դու կստեղծես ու կապրես, այսինքն պահեր, երջանիկ, ճանապարհորդություններ, չգիտեմ, այդ ռիտուալները, որոնք որ ազատ ժամանակ ունենալ, ուղղակի քեզ ազատ զգալու համար ու զբաղվելու այդ ամեն ինչով։ Դրա համար է ինձ թվում է երազանքները փոքրանում։ Ինձ տենց է թվում։ Բայց դրա հետ մեկտեղ էլ նաև ինձ թվում է, որ սիստեմը այնքան է ճնշում մեզ, որ այդ մանկուց մեր ունեցած այդ քաղցր կետերը, որը ունեցել ենք, այդ ազատությունը, այդ մանկական, հետո դառնում է մեր համար երանելի, որ արա, ես կուզեի այդ տենց ազատ լինեի, որովհետև այդ տենց ճզմել են մեզ իրականում, էլի։ Հա, իրականում շատ ճիշտ բաներ ես ասում ու շատ արձագանքում է, լիքը կետեր, բայց մի հատ էլի ես ամեն ինչի մեջ շատ կարևոր ու ապրեցնող կետ կա։ Հիմա ամենապարզ օրինակը գոյություն ունի այս ոդքասթը։ Դու հրավիրում ես մարդկանց ու մարդիկ սկսում են խոսալ այս ամեն ինչի մասին ու երբ որ արդեն այս ամբողջ գաղափարները մտքերը ասենց այսպես ասած ցիրկուլյացիայի մեջ են մտնում, իրենք այսպես թե այնպես կգնան ու կհասնեն հասցեալ տերերին, հա, հաստատ, ու երբ որ մենք սկսենք ավելի շատ այս ամեն ինչի մասին խոսել, ավտոմատ այս ամեն ինչի նորմայի սանդղակներ գնալով բարձրանալու է։ Որովհետև կար մի պահ, որ ամեն ինչ շատ միանշանակ էր, հա, գոյություն ուներ ինչ որ տոքսիկ պոզիտիվիզմ, այդ ոնց ասեմ, այդ դեստիգատվստվա ասված էլի, որ դու անընդհատ պետքա նոր բան մի հատ նպատակը վերջացավ եմ, այո, անընդհատ, աճը շատ լավ բան է, ցանկացած տիրույթում, հա, կարիերայում, անձնային աճը, զարգանալը,
քո ոլորտում, ինչ որ թեմաներում, ինչ որ զբաղմունքներում, բայց այդ ամեն ինչը մոլուցքի վերածելը շատ վտանգավոր է, որովհետև երբ որ դա դառնում է մոլուցք, դու դադարում ես նկատել քո շուրջը կատարվող աշխարհը։ Պարզ օրինակ բերեմ, դու դադարում ես միգուցե դու ինչ որ մի պահի բռնացնես քեզ այն մտքին, որ նպատակիդ հասել ես, բայց ընտանիքիդ հետ ամեն ուրբաթ երեկոյի ընթրիքը բաց ես թողել։ Նպատակիդ հասել ես, բայց չգիտեմ, ծննդյանդ օրը մենակ ես։ Նպատակիդ հասել ես, բայց այսինքն այդ վճարվող գինը Ինչերը երբեմն զոհել։ այո, կարող է լինի շատ ավելի ծանր, քան դա ներկայացվում է։ Եվ ես ինչի եմ անընդհատ փորձում նաև իմ ծանոթների, ընկերների շրջանակում անընդհատ ստոիցիզմի գաղափարները, շրջանառել ասել, որովհետև ստոիցիզմը որպես փիլիսոփայություն, որպես ուսմունք, ինքը հենց սովորացնում է, թե ոնց մենք կարանք ապրենք, երբ որ արտաքին հանգամանքները մեզ կոտրում են, ոնց մենք կարանք մեր ներքին բալանսը կարողանանք պահել։ Ու դրա համար կան շատ տարբեր մոդելներ, ստոիկների կողմից առաջարկվող, բայց ամենակարևորը եւ ես կարծում եմ ամենաարժեքավորը երկուսն են դրանք իմ համար, մեկը հենց այդ էգոն մի կողմ դնելու հատկությունը, չգիտեմ, մկանը, որ կարելի է մարզել, եւ երկրորդը վերահսկման, ամեն ինչը վերահսկելու այդ իլյուզիան մի կողմ դնելը, որովհետև ստոիցիզմի են կան սահմանափակ բաներ, որոնք որ դու կարող ես կառավարել, տնօրինել եւ ըստ այդմ նաեւ ազդել արդյունքի վրա, եւ կան երևույթներ, որոնց վրա դու պարզապես չես կարող որևիցե ազդեցություն ունենալ։ Օրինակ, չգիտեմ, եղանակը, այլ մարդու արժեհամակարգից բխող գործողությունները քո հանդեպ, անարդար գործողությունները, մարդկանց նենգությունը, չարությունը, նախանձը, նույնիսկ օրինակ Մարկոս Ավրելիոսը իր այդ խորհրդածությունները, որ գրել է, որոնք իրենց ներկայացնում են, այ հենց ժամանակակից օրագրերը, որ մենք գրում ենք, այնտեղ ինքը գրում է, որ օրինակ հետաքրքիր է, չէ՞, մարդը երկրորդ դարում է ապրել, բայց մենք 21-րդ դարում ենք ապրում, մենք էլի նույն մտքերն ունենք, նույն հոգեբանությունը։ Այո, ու ինքը տենց գրել է, որ այսօր ես կհանդիպեմ զայրացած մարդկանց, կհանդիպեմ չար մարդկանց, կհանդիպեմ ու այսպես թվարկում է, բայց միևնույն ժամանակ ինքը երբ որ այդ ամեն ինչը թվարկում է, ինքը իրեն նախապատրաստում է, այդ օրվա, այսպես ասած, դժվարություններին ու չելենջներին։ Եվ այսպես երբեմն որ ավելի տես պատմական տեսանկյունից ես նայում, այն շրջանին, որում ապրել է Մարկոս Ավրելիոսը, շատ դժվար շրջան է եղել իրականում, այդ հայտնի ժանտախտն է եղել, երկրորդ դարի պատերազմներ են եղել, ինքը կառավարել է մեծ կայսրություն, բայց արի ու տես, որ այդ ամեն ինչի մեջ ժամանակ է գտել ու գրի առել այդ խորհրդածությունները ու հիմա մենք հետ ենք գալիս այդ տեքստերին, փորձում ենք պատզաբանել դրանք, փորձում ենք իրանց ոնց որ հանրայնացնել ավելի, ու էլի դրանց մեջ ինչ-որ մեր համար կիրառելի մոդելներ ենք գտնում, որ կարողանանք մեր ժամանակակից know-how-ներով, cheat code-երով, life hack-երով կյանքը վերստին ավելի պարզեցնել։ Այո։ Know-how։ լրիվ է Սամաջան, չգիտեմ, ինձ էլ ստոիցիզմը շատ օգնում ու ապրես որ դրան եկար, որովհետև ինքը շատ սիրուն բան է, շատ սիրուն փիլիսոփայություն է, շատ սիրուն կետ է։ Ես կարելի ասել փորձում եմ այդպես ապրեմ ինչքան որ հնարավոր է, ինչքան, այսինքն ես փորձում եմ դա կարդալ ու փորձում եմ ամեն օր պրոյեկտել իմ առաջի պահից օրվա սկսման։ Ու
ինչն է իմ համար ամենահատկանշականը ստոիցիզմի մեջ, դա այդ զրոյական կետն է, որ ամեն ինչի վերջում ոչինչն է թաքնված։ Այսինքն, տես, եկա մարդ, ով որ մի կայսրության գլուխն է եղել, ինքը իր կյանքի ավարտին նստել է գրել է ինչ-որ բաների մասին, որոնք որ ու դու մտածում ես ոնց կարա կայսրության եկահսկա տիրության գլուխ կանգնած մարդը այս ամեն ինչը գրի։ Ու այնտեղ շեշտում է, որ այդ մարդը կարող ունենար ամեն ինչ իր ցանկացած պահին, երբ որ ինքը ցանկություն հայտներ ինչ-որ մի բան ունենալու։ Բայց փաստը կանում է նրանում, որ այդ ամեն ինչի վերջում ոչինչն է, որովհետև ինչ էլ դու ուզես, կարաս ունենաս եւ այլը, բայց վերջում դու պետք է օրից մի օր կանգնես քո առաջ։ Քեզ հարց տալու համար, թե ինչ կա եղբայր, դու ով ես, դու ինչի մասին ես, քո կյանքը ինչումներ կայանում, ինչ ապրեցիր դու այսքան։ Ու հենց այդ ձգտման մեջ է ըստ իս էլի կյանքի իմաստը, թե մարդը դեպի ուր է ձգտում իր կյանքը։ Քեզ տրված է այսքան ընթացք ստեղ լինելու ու տրված է այսքան էներգիա այդ ընթացքի մեջ դնելու։ Քո ընտրությունն է այս էներգիան վերցնես, որտեղ տեղակայես։ Ու երբ որ դու տեսնում ես մարդիկ ինչերի մեջ են իրանց էներգիան ներդնում, դու չես կարա գնաս ասես եղբայր աղբորպես մի արա, որովհետև չէ էլի։ Որովհետև դու չգիտես, թե քո կյանքը ինչքանով է ճիշտ, ինչքանով է սխալ, որտեղ որ դու ներ ես դնում քո էներգիաները։ Բայց վերջո գալիս ենք հասնում ենք այն մտքին, թե ով է երջանիկ ու ով չէ։ Մարդիկ ասում են դա էլ է հարաբերական։ Իմ համար դա հարաբերական չի։ Մարդը երբ որ երջանիկ է, դու տեսնում ես։ Մարդը երբ որ երջանիկ է, դու տեսնում ես, թե ինքը միջավայրի հետ ոնց է։ Իր միջավայրի իրան շուրջ բոլորը գտնվող մարդկանց նկատմամբ ոնց է։ Ինքը ինչպիսի մարդ է, չգիտեմ, դրսում, ներսում, իր հետ։ Երջանկությունը ինքը մի հատ մեծ կոնցեպտ է, որը որ չի սահմանափակվում այս ժպիտով, էլի, սենց այսօրվա կեղծ ժպիտներով։ Երջանկությունը ներքին գոհունակությունն է, որ դու քո հետ հաշտես։ Դու անում ես այն, ինչ անում ես, ու էական չի, ոնց ես անում, ինչ ես անում, մի օր դժվար, մի օր լայն, մի օր նեղ, մի օր մի կտոր հաց, մի օր երկու, բայց սիրտդ լայն է, ու դու ապրում ես։ Իմ համար երջանկությունն է դա, որ դու մնում ես, կայուն ես ու չես դավաճանում, այսինքն ցույց չես տալիս այդ կեղտոտ նեգատիվ զրթուզիբիլները գան ու քեզ տիրանան։ Ինձ թվում է երջանկությունը այդ հզորությունն, այդ զորությունն։ Իսկ այդ զորությունը մարդը ստիս ունի այն ժամանակ, երբ որ ինքը կարա ապավինի, կարա ասի եղբայր, ես ստեղ մեկն եմ, ոնց դու նշեցիր, ոնց որ մնացած բոլորն են, ես իմ ներքին ուժն ունեմ, բայց ես գիտեմ ու շնորհակալ եմ, որ տիեզերքը ինձ ստեղծել է, մի օր գնալու է։ Որ բախվում ես այն ամենա կրիտիկական վախերի հետ, որը որ մարդկանց դողերոց կա ստեղծում մարդկանց մեջ։ Դու ասում ես, հա, ես մի օր գնալու եմ։ Ինչ էլ ուզում ա լինի, մեկա իմ չափականակն այսքանն է, եղբայր, չես կարա երկարացնես։ Ու դրա համար ոնց որ երբ որ առերեսվում ես դու այդ ամեն ինչի հետ, սենց հանգիստ արդեն տեղավորվում ես, ասում ես շնորհակալ եմ, երջանիկ մարդը ըստիս է դա։ Շնորհակալ մարդն է իր ամեն ինչի համար։ Թե լավի, որը որ մենք կոչում ենք լավ, թե վատի, որը կոչում ենք վատ, որովհետև ինչքան է լինում մեր օրերում կամ մեր կյանքերում, որ մենք ապրում ենք ու մեկ էլ հետ ես նայում, ասում ես, այնի, որ ես ասում էի վատ, արա շատ էլ լավ էր։ Շատ լավ էր, այո։ Դա Սոնա ջան, չգիտեմ։ Շատ ճիշտ, այո, շատ ճիշտ միտք արտահայտեցիր, հենց կապված կյանքի ավարտուն լինելու հետ կապված, նույն ստոիցիզմի անկյունաքարային սկզբունքներից է ու ամենահայտնի չէ, բայց հայտնիներից է ասացվածքը լատիներեն memento mori, հիշիր մահվան մասին։
Հիշի մահվան մասին, ոչ թե նրա համար, որ նստես անընդհատ այդ նեգատիվ մտքերի մեջ, մտածես, որ վայ, ափսոս հեսա, չգիտեմ, ինչ որ պահ ա գալու, որ ես այլևս չշնչեմ, չապրեմ, չսիրեմ եւ այլն, փորձել դա վերաիմաստավորել ու հասկանալ, այ միայն այն պատճառով, որ այս ամեն ինչը մի օր ավարտվելու է, ոնց ես կարամ իմ ամենօրյա որոշումների մեջ լավը բազմապատկեմ, վատն էլ փորձեմ հասցնել մինիմումի։ Իմ լավ, այսպես ասած, անկեղծ ձգտումները շատացնեմ, այդ ոնց ասեմ, մութ կողմերս փորձեմ դրանց հետ առերեսվել, հասկանալ, որտեղ օրինակ ես էլ կարող է ես էլ միտեղ թերացա, կարող է ես էլ միտեղ սխալ վարվեցի, ու եթե սխալ վարվեցի, կարող է ես քանի որ մեմենտո մորի ու մի օր ես կյանքը ավարտվելու է, կարող է ես այգոս դնեմ մի կողմ, գնամ ու օրինակ այս մարդկանց հետ ուղիղ կոմունիկացվեմ ու ասեմ, գիտես ինչ, սա իմ էգոներ, սա ես եմ, որը վերլուծել է իրավիճակը ու հասկացել է, որը այսպես է։ Իմ համար երևի ամենացավոտ կողմերից կամ ոչ թե ցավոտ, այլ երևի ինչ որ առումով նաև ջղայնացնող երևույթներից մեկը այն է, որ ժամանակակից մարդը շատ էգոցենտրիկ է դառել, շատ ամեն ինչ պտտվում է իր շուրջ, ամեն ինչ իր այդ գլխավոր կերպարի սինդրոմի մեջ, շատ ենք դրա մեջ թաթախված։ Ու ստայդեմ ամեն ինչին նայում ենք այդ մենակ մեր անձնական շահի, անձնական ոնց որ ձգտումների ու առաջնահերթությունների պրիզմայով։ Այնինչ էլի է, ոնց որ մարդը ամեն դեպքում սոցիալական էակ է, ու դու չես կարող երջանիկ լինել մենակով։ Այո։ Չես կարող, իսկ որպեսզի լինես երջանիկ սոցիումում քո շրջապատում, դու պետք է պատրաստ լինես գնաս կոմպրոմիսների, պետք է այդ էգոն դնես մի կողմ, պետք է պատրաստ լինես քո հակազդումները հուզական, քո ռեակցիաները զսպես, հղկես, ինչ որ առումով, որովհետև երբ որ ինչ որ իրավիճակ է տեղի ունենում, շատ կարևոր է ու շատ ըստ իս լավ վարժություն կարա լինի, անընդհատ այդ հարցը տալը, այս ամբողջ իրավիճակում ինչն է իմ ինչը ես կարող եմ կառավարել, հա, այստեղ։ Կարող եմ փոխել իրավիճակը։ Եթե կարող եմ, փորձեմ ինձնից հասանելի հնարավորինս անել։ Եթե չեմ կարող, փորձեմ այս ամեն ինչից դաս քաղել։ Կամ փորձեմ իմ վերաբերմունքը փոխել այս երևույթին։ Շատ հաճախ այս ամբողջ ստրեսները, մտածմունքները, ծանր շրջանները նաև մարդու կյանքում ինչից է լինում, որ ուզում եմ հետաքրքիր sense անալոգիա բերեմ, այն սիգնալ բռնող են ռադարների նման նստած ենք, փորձում ենք բոլորի տրամադրությունները, բոլորի ворսանք հասկանանք լավ, այդտեղ արանքներում որտեղ է մերը ու որն է ոնց որ նորմալ է, բայց այդ տանումը ոչ միտեղ ըստ իս, որովհետև էլի ամեն մեկը ունի իր պերսպեկտիվան, իրավիճակին վերաբերմունքը ու մենք պատասխանատու ենք մեր ռեակցիաների, մեր վերաբերմունքի, մեր գործողությունների համար, բայց մենք չենք կարող կառավարել, որ դիմացինը արտահայտի են նույն ռեակցիաները, այդ նույն վերաբերմունքը, որը որ մենք ակնկալում ենք։ Դրա համար շատ ու շատ սկզբունքներում նույնիսկ այն ժողովրդական ասացվածքների մակարդակում միշտ ասում են, չէ, ժողովուրդը շատ ամենաիմաստունն է, որ ասում են լավություն արա, գցի ջուրը։ Դա եթե ավելի ոնց որ փորձենք այս զրույցի շրջանակում տեղավորել այս թեմայի մեջ, արա լավագույնը, բայց մի ակնկալիր, որ այդ ամեն ինչը սենց ալու ծախի է, հա, վերածվել, ինչ որ Այո։ տրանզակցիա չի, էլի, ամեն դեպքում կյանքը։ Ճիշտ է, լրիվ համաձայն եմ։ Ու լրիվ ուղիղ կերպով էլ այդ միտքը է ասում լավություն արա գցի ջուրը, որ եղբայր արա ու մի սպասի, որ քեզ հետ են վերադարձնելու են ամեն ինչը, ինչը որ դու ակնկալում ես տվածիդ մասին, էլի։ Ու ուզում եի հենց որ խոսում էիր ընթացիկ մարդու մասին, հիմիկվա մարդու էլի, թե ինչքան է մարդը ինքը իրանից հեռացած բան,
ու ինչքան է մարդը հեռացած այդ փաստից, որ ինքը էլ մի օր չի լինելու, որովհետև այդ ինստագրամյան հերոսներին ում նայում ես, բոլորը դրսևորվում են այնց, ոնց որ իրանք անմահներ են, էլի, ոչ ծերանալու են, ոչ իրանց ծերացումն է սպառնում, ոչ մահն է սպառնում, խելագարվում ես, ասում ես, ինչ է, Ջենիֆեր Լոպեսին ես տենում, իրա 60 տարեկանին մոտ բան մարմինները Շակիրա, ասած, այդ ամեն ինչը ես նայում ամարդ, ասում հա, իրականում երևի թե հնարավոր է, որ մարդը լինի այսպիսին բան, այդ խապկանքները լրիվ մենք վերցնում ուտում ենք ու մեզ տալիս են հենց նմանատիպ ինչ-որ մոդել, որ եղբայր, հա, անմահությունը կա, սենց, ու մեր վրա էդի վաճառում են, այնինչ էդի ամենագարշելի միտքն է, մարդը պետք է օրից մի օր գա, բախվի ու առերեսվի նրա հետ, որ ոչ մի բան էս աշխարհում եւ կյանքում եւ տիեզերքում ավերջ չի, ու այդ թվում նաեւ մարդը, ու երբ որ մարդը առերեսվում է դրան, այդ ահռելի մեծ հանգստություն է նստում իր վրա, որ եղբայր ինչ է լինում է, նորմալ է, նորմալ է, քո ասածի պես մեզ մնում է զուտ մեր արձագանքները, թե ոնց մենք կարձագանքենք մնացած ամեն երևույթի։ Մի պահի ջղայնանում ես, եռում է ներսդ, մի պահի հենց ստոիցիզմի մեջ մի հատ լավ կետ կա, որ ասում է, կարծեմ Սենեկան է, ասում է, բան է, սկզբի ագրեսիան ասում է, sense մոտավոր եմ էլի ասում, սկզբի ագրեսիան ասում է ինքը կգա, բայց ասում է ամենավախենալուն այն է, որ ինքը հետո քո մտքի տերը դառնա, ինքը քո մտքին հաղթի, այսինքն երբ որ մեր զգայարանները, մեր ինստինկտները մենք թույլ տանք, որ մեր գիտակցությանը հաղթի, այդ ժամանակ արդեն, հա, էլ ինչ ասեմ, էդ է դառնում, ասոնա ջան, Այո, շատ ապրես, շատ լավ զրույցի ու շատ լավ, չգիտեմ, այս փոխհարաբերության համար, ու ուրախ եմ նրա համար, որ սենց նախորդ զրույցում էլ մի շատ լավ մարդու հետ էի խոսում, Սամվելի, ում հետ տենց երբեք չեմ շփվել, էլի շատ լավ զրույց դառավ ու շնորհակալ եմ զուտ նրա համար, որ մարդիկ կարան նստեն սենց զրուցեն, իրար բացարձակ չտեսած, չճանաչած, նստեն ուղղակի բացվեն, ոնց իրանք մարդ որպես կան, էդ իմ համար ես նախորդ զրույցում էդ իմ համար բացահայտեցի, որովհետև էդ իմ կյանքում եղել է շատ քչաթիվ, երբ որ դու իրական կյանքում կարաս հանդիպես չերես քո ընկերոջ, ինչ-որ ընկերոջ, նստեք, մեկ էլ դու զգաս, որ ինչ-որ մի բան բռնեց, ու մի հիանալի զրույց ունենաք, ու այդ զրույցից հետո քո մեջ սենց մնա այդ պատկերը, որ տեսե, որ կա այդ մոդելը, որ դու կարաս բացարձակ մարդուն չճանաչես, ու առաջի զրույցը ինքը տեղի ունենա ու ստացվի, ու դրա համար ես ուրախ եմ, որ սենց զրույցներ կարան իրանք տեղի ունենան, սենց սպոնտան իրար չճանաչելով ու իրանք ստացվեն, որովհետև մարդը թույլ է տալիս անվախ, որ ինքը հոսի դրա մեջ։ այո, վայ, ես եմ շնորհակալ Սարգիս ջան, իրականում այն քիչ կոնտենտից է, որ ես իրոք սենց սկզբից մինչև վերջ նայում եմ ու ուշադրությունս գիտակցաբար ուղղում եմ այդ մի քանիսով ոդկասթն է ու քո էջը, այս տենց չեմ ասում գովազդի համար, լրիվ անկեղծ, որովհետև մեր այսօրվա զրույցն էլ հենց դրա արդյունքն է, եւ ես շատ ուրախ եմ, շատ գնահատում եմ, որ դու եւս որպես շատ սիրուն ու մարդկային շատ ապրեցնող նախագծի հեղինակ որպես բաց ես եւ պատրաստ ես լսել մարդկանց, պատրաստ ես մարդկանց այդ հարթակը տրամադրել, դրսևորվելու, արտահայտելու իրենց մտքերը, ու շատ ճիշտ ես, իրականում
ի վերջո անկախ բոլոր հնարավոր զարգացումներից, թե ամենահոռետեսական, թե ամենալավատեսական տեխնոլոգիական զարգացումներից, մեկը մարդուն անհրաժեշտ է մարդուն անհրաժեշտ են մարդկային զրույցներ, շփումներ ու ամեն դեպքում մարդը ոչ միայն սոցիալական էակ է, ինքը նաև հոգևոր էակ է։ Եվ եթե չլինեն սենց ապրեցնող ու ոգեղեն զրույցները, մենք շատ դեպքերում կլինենք ավելի խոցելի ու ավելի տխուր։ Իսկ քանի որ կյանքը ավարտուն է ու պետք է միշտ հիշել դրա մասին, այս տեսակ էպիզոդները շատ կարևոր են, որ Շնորհակալ եմ, շատ։ Այո։ Շատ։ Ես էլ քեզ եմ շնորհակալ։ Լավ, իսավ տեսնաջեմ, անկեղծ։ Մանավես։ Կհանդիպենք օրից մի օր Երևանում, կտեսնենք։ Անպայման։ Լավ եղի, քեզ լավ օրեր ու լավ կյանք Սոնաջան։ Միշտ լավ։ Քեզ էլ Սարգիս ջան, դու էլ լավ մնա։ Հաջողություն։ Հաջողություն։ Ցավ տամ։ Մերսի։